Իսկ չէ կարծում, որ հենց Նիկոլ Փաշինյանը շատ ուրախ կլինի, որ արցախցիները արտագաղթեն, որովհետև եթե նա պահանջում է, ասում է, որ Արցախյան շարժման էջը պետք է փակվի, հասկացած եք, մի բան ուղղակի ասեմ, չկա արցախցի, չկա Արցախի հարց։ Մենք էլ հավաքվել ենք ու ասել ենք, որ առանց պայքարի չենք պատրաստվում արտագաղթել։ Շատ լավ։ Եթե այստեղ բացասական պատասխանով իջնեն խորհրդի անդամները, ինչ քայլեր եք նախատեսել։ Եկեք ես այդ հարցին չպատասխանեմ, որովհետև ըստ էության խորհուրդն է լիազորված այդ հարցին պատասխանելու։ Սպասենք թող իջնեն, հետագայում արդեն կասենք։ Ես ինձ վրա այդ պատասխանատվությունը այդ բանին չեմ վերցնի, որովհետև ըստ էության դեռ որոշումներ էլ չկա, որ նախ ինչ-որ մոնիտորինգ բան արվել է բարձելու, թե օրինակ որ ընտանիքներն են, քանի հոգու կարա վերաբերվի, թե կամ սոցիապը ունի վստահաբար էլի, այսինքն ինչ իրավիճակ ստեղծվի այս որոշումը ապրիլի 1-ից ուժի մեջ, այսինքն մի ամսից ինչ իրավիճակ։ Սոցիապը միշտ ասում է, որ իրենց որոշումների հիմքում դրված են ինչ-որ վերլուծություններ, բայց ես խիստ կասկածներ ունեմ դրա հետ կապված։ Ես տեսնում եմ, որ որոշումը ընդունվում է, հետո է սկսում ինչ-որ վերլուծություններ անել, մենակ այն, որ 40+10,000 ծրագիրը կառավարության որոշումը 10 անգամ ենթարկվել է փոփոխության, ժողովուրդ 10 անգամ։ Սա խոսում է այն մասին, որ դրա հիմքում համապատասխան համապարփակ վերլուծություններ դրված չեն եղել։ Եվ նույնը վերաբերում է նաև հիշեք 100,000 աջակցության ծրագրին։ Նույնը վերաբերում է 50+50,000 աջակցության ծրագրին։ Նույնը վերաբերում է բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին։ Մենք երկար խոսել ենք, որ օրինակ արցախցիների մեջ մեծ թիվ են կազմում քաղաքային կենսակերպ ունեցող անձինք եւ շատ երկար խոսելուց հետո է միայն ընդամենը մի ամիս թե երկու ամիս առաջ է, որ Գյումրի, Վանաձոր քաղաքներում բարձրացվել է աջակցության թիվը։ Հնարավոր չէ են գլխից դա անել, եթե վերլուծության հիման վրա է կանում, թե այդ նոր թվերը փոխվեցին։ Ըստ այդմ ես գալիս եմ այն եզրահանգման, որ վերլուծություն չկա, կատարվում է, սպասում են ինչ-որ այսպիսի ակցիաների, պահանջների դժգոհություններ բարձրաձայնելուն, հետո ինչ-որ փոխվի։ Սա էլ է ինչ-որ տակտիկա, ես չեմ ասում, բայց իրապես համամիտ եմ ձեր հարցի համատեքստի հետ, որ ցանկացած որոշում կա միջազգային պրակտիկական փորձագետներ, ընդ որում ես շնորհակալություն եմ ուզում հայտնել, որ նաև այս հարցով աշխատող Հայաստանի հասարակական կազմակերպություններին, որովհետև ես տեղյակ եմ իրենց կողմից ներկայացված զեկույցներին, իրենց կողմից ներկայացված տեղեկանքներին, որոնք ամբողջությամբ համապատասխանում են Արցախի ժողովրդի պահանջների հետ, որոնք հիմնված են մասնագիտական փորձագիտական վերլուծության վրա, բայց կառավարությունը մինչև հիմա դա հաշվի չէր առնում։